Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար եւ Խնածախ գյուղերում կրակոցներ դեռ կան, սակայն երեկվանից դրանք նվազել են։ Բնակիչների խոսքով վերջին օրերին ադրբեջանցիները ակտիվանում են գիշերը ու հիմնականում օդ են կրակում։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ եթե նախորդ 6 օրերին ադրբեջանցիները գիշերը 10:20-ից սկսած 1 ժամը 1 պարբերականությամբ էին կրակում, արդեն 2 օր է հաշված անգամներ։ 240 բնակիչ ունեցող ու անմիջապես ադրբեջանական դիրքերով շրջապատված Խոզնավարում վարչական ղեկավարի խոսքով մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, գյուղում նաև ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ Բոլորն իրենց գործին են, մարդիկ գործ են անում հանդում, նշեց նա։ Նշենք, որ չնայած Պաշտպանության նախարարության եւ անձամբ նախարարի մակարդակով հնչեցվող հերքումներին, ընդդիմությունը պնդում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է նման դեպքերում եւս իրազեկել քաղաքացիներին, անգամ եթե կրակոցները ադրբեջանական դիրքերում են տեղի ունեցել։ Գելլափը մարտի 25-ից 26-ը գյումրեցիների շրջանում հարցումներ է իրականացրել հետաքրքրվելով, թե ում օգտին են նրանք քվեարկելու կիրակի օրը կայանալիք ընտրություններում։ Հարցվածների 21.8%-ը պատասխանել է, որ կքվեարկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, 18.3%-ը նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող կոմունիստական կուսակցության, 8.9%-ը Մարտուն Գրիգորյանի գլխավորած Մեր քաղաքը դաշինքի, 6.4%-ը Մայր Հայաստան դաշինքի, 5.8%-ը Իմ հզոր համայնք կուսակցության օգտին, որի ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Հարցվածների 10.6%-ը դժվարացել է պատասխանել, 6%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.9%-ը պատասխանել է ոչ ոքի։ Նկատենք, որ այս հարցմամբ անցողիկ շեմը հաղթարող ընդդիմադիր 4 ուժերը բացառել են ԿՊ-ի հետ համագործակցությունը, ինչը նշանակում է, որ նման արդյունքներով նրանք կարող են կոալիցիոն իշխանություն ձևավորել ու ԿՊ-ին հեռացնել իշխանությունից։ Դատարանը քիչ առաջ ձերբակալությունից ազատ արձակեց Գյումրի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող Մեր քաղաքը դաշինքի ավականու թեկնածու Կարեն Գրիգորյանին եւ նրա պապին Կամո Գրիգորյանին։ Նրանք ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին եւ հայրն են։ Իրավապահները նրանց մեղադրում են ընտրական հանցագործության համար 3 էին ձերբակալել, հարցաքննել։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանից պահանջում էր նրանց, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժի Մայր Հայաստանի թիմակիցների նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։ Այժմ 8 հոգի է մեղադրվում ընտրական հանցագործության համար։ Գործը քննող հակակոռուպցիոն կոմիտեն 8-ից 2-ին թողել է ազատության մեջ չբացակայելու ստորագրության դիմաց։ Մյուսների նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու համար դիմել դատարան։ Ընդդիմադիրներին մեղադրանքներն առաջադրվեցին Գյումրիում կիրակի սպասվող ընտրությունից առաջ ընդդիմադիր Մայր Հայաստան ու Մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում խուզարկություններից հետո։ Ընդդիմադիրներն իրավապահների գործողությունները ռեպրեսիաներ են որակում, պնդում դրանք հակառակ ազդեցությունն են ունենալու։ Նյուսայեմը հայտնում է, որ Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում են ազգային ժողովի ԿՊ խմբակցության գրեթե բոլոր падգամավորները, այդ թվում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրանք հավաքվել են Գյումրիում ԿՊ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ, որը նախատեսված է ժամը 18-ին։ Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի հանրահավաքին, թե ոչ ոք հստակ պատասխան չունի։ Մի մասն ասում է չգիտենք, մյուս մասն ասում է ամենայն հավանականությամբ ոչ, հայտնում է լրատվամիջոցը։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցին, նշել, որ անհամբեր սպասում են 2026-ի խորհրդարանական ընտրություններին, համոզմունք հայտնելով, որ դրանցում ավելի շատ ձայներ են ստանալու եւ կրելու։ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանական այն գործիքներից է, որը կարող է օգտագործվել կրիտիկական պահին։ Այս մասին այսօր ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցներում հայտարարեց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է իմպիչմենտի ենթարկել Փաշինյանին։ Այս պահին դժվարանում եմ խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ դա կախված է ոչ միայն խորհրդարանում ներկայացված տարբեր ընդդիմադիր ուժերի դիրքորոշումից, շատ առումներով կախված է փողոցում տիրող իրավիճակից եւ իհարկե ոչ ոք չի կարող բացառել, որ ինչ-որ պահի բարենպաստ դաշտ կձևավորվի, որը թույլ կտա այս գործընթացը սկսել, ասաց Աբրահամյանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բորյան Կասիմիչևիչը։ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի, ընդգրկելով նոր ոլորտներ։
Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար նաև պայմանավորված պատմական անցյալով։ Միևնույն ժամանակ մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ, իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը։ Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ։ Երեքանային հեռուստաընկերության եթերում կայացել է Գյումրու համայնքապետի թեկնածուների մեծ բանավեճը, որն անցել է բավականին թեժ։ Մասնավորապես ԿՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, ով ոչ վաղ անցյալում եղել է Հանրապետական և Լուսավոր Հայաստան կուսակցությունների անդամ, կրկնել է ԿՊԱ-ական քարոզչության այն թեզերը, թե իբր Արցախը հանձնել են նախկին նախագահները։ Սարիկ Մինասյանն իր խոսքում հանցագործության մասին հաղորդում է տվել նշելով. Արցախն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին։ Մինասյանի այս պնդմանն այսօր արձագանքել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, հիշեցնելով, որ գումարով բանակից ազատվել է հենց ԿՊԱ-ական իշխանությունն է օրինականացրել, իսկ նախկինները գլխի չէին ընկնում դա անել։ Ու հիմա փող ունեցողների փոխարեն բանակ են զորակոչվում հիվանդ տղաները, մտավոր հետամնացները, նկատել է իրավապաշտպանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին այս շաբաթ եղել է Սյունիքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջից։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Ես նաև այցելեցի ամերիկյան Contour Global Hydro-Cascade փակbaşնետիրական ընկերություն և GTB Steel ընկերություններ, որոնք հանդիսանալով խոշոր ամերիկյան ներդրումներ Հայաստանում, ամերիկյան նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով իրենց նպաստն են բերում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, էներգետիկ անվտանգության և արդյունաբերական աճի հարցերում։ Շնորհակալություն եմ հայտնում սյունեցիներին հյուրընկալության համար։ Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք, ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Շամշյան Քոմի փոխանցմամբ 3 մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 22:05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսան Մ-ն իր վարած Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազաձե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ և հայտնվել կանաչ գոտում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Արդեն մի քանի օր է Երևան-Սևան Իջևան ճանապարհի Դիլիջանի ոլորանների որոշ հատվածներում երթևեկությունը վարորդների համար դարձել է փորձադաշտ։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշելով, որ մի քանի օր առաջ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի ոլորաններում մեծ թվով տապալված ծառեր, չգիտես ինչու պատկան մարմինների անգործության հետևանքով դարձել են վտանգավոր։ Ծառերի մեծ մասը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում ու եթե ցերեկային ժամերին վարորդները կարող են նկատել տապալված ծառերը, ապա գիշերը, երբ փողոցի արտաքին լուսավորությունը անջատվում է, հնարավոր է երթևեկությունը վարորդների համար դառնա պատուհաս։ Ավտոմեքենաները կբախվեն տապալված ծառերին ու վթարն ապահովված է։ Ով է պատասխան տալու այս անգործության համար Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը, թե Հայանտար ՊՕԱԿ-ը դեռևս հստակ չէ, բայց որ պետք է հրատապ այդ տապալված ծառերը հեռացվեն ճանապարհից, դա ակնհայտ է, նշում է ֆոտոլրագրողը, ուշադրություն հրավիրելով այն բանին, որ պատկան մարմիններն ուխտի ականջում քնած են։ Կհանդիպենք վաղը, առողջ ու երջանիկ եղեք։